ծույլ չեք, դուք մեղավոր չեք, որ ձեր տունը անընդհատ թափթփված տեսք է ստանում, միակ մեղավորը դա ավելորդ իրերն են, որ կուտակվել են ձեր տանը և որոնցից դուք չեք կարողանում կամ դժվար է ազատվելը։ Եկեք բերեմ այսպիսի օրինակ, եթե դուք ունենաք ևս մեկ բնակարան կամ տուն և վարձով տաք որևէ մեկին, սակայն որոշ ժամանակ անց այդ տնվորը չվճարի ձեզ այդ վարձը, արդյոք դուք կթողնեք այդ տնվորին այդ տանը և այդպես շարունակ նա կբնակվի և ձեզ որևէ օգուտ չի բերի, այլ միայն վնաս կտա, որովհետև դուք կարող եք այդ տարածքից վարձ ստանալ։ Իհարկե հասկացաք ինչ նկատի ունեմ։ Բոլոր այն անպետք իրերը, որոնք որ դուք պահում եք ձեր տանը, բայց չեք գործածում, չունեն որևէ արժեք ձեր օրվա համար, այդպիսի տնվորներ են, որոնցից ցավոք սրտի պետք է ազատվել, որպեսզի ազատվի մեր տարածքը, որպեսզի տունը լինի թեթև և հարմարավետ։ Ինչու՞մ է կայանում ամենամեծ սխալներից մեկը, որ երբ մենք կատարում ենք ավելորդազերծում, ազատում ենք մեր տունը ավելորդ իրերից, մենք ցանկանում ենք յուրաքանչյուր իրի համար գտնել մի կատարյալ նոր տեր, բայց մեր սիրելիներս, մեր իրերը կատուներ չեն, ում համար անպայման պետք է գտնել նոր տեր, որպեսզի նա ունենա նոր տուն, որպեսզի իրեն լավ նայեն։ Մեր ժամանակը չի ների, որպեսզի մենք ամբողջ մեր բոլոր իրերի մասին հոգ տանենք։ Էնպես որ հենց հիմա ցանկանում եմ ձեզ անել գործողության կոչ, վեր կացեք, վերցրեք 10 րոպեով որևէ աղբի տոպրակ և ազատեք մեկ դարակ։ Դարակ առ դարակ մենք ազատագրելու ենք մեր տները ավելորդ իրերից։ Ես ցանկանում եմ, որ այսօր դուք լինեք մարտական տրամադրվածությամբ, մարտիկի ոգով և վճռականությամբ սառնասրտորեն ազատվելու եք բոլոր անպետք իրերից, որոնք որ զբաղացրել են ձեր տարածքը, որոնք որ բարդացնում են ձեր կենցաղը, որոնց պատճառով դուք չգիտեք որտեղ են տեղավորվում ձեր պետքական իրերը։ Էնպես որ հենց հիմա վեր ենք կենում և միասին փոխում ենք մեր տունը դեպի լավը։ Եթե չեք ցանկանում այս պահին ավելորդազերծում իրականացնել, կարող եք շարունակել ձեր տան գործերը, որևէ գործողություն կատարեք անպայման, կամ ամանները լվացեք, կամ լվացքի մեքենան կարող եք լիցքավորել կամ հանել շորերը, էնպես որ հենց հիմա անում ենք այնպիսի գործողություններ, որոնք կթեթևացնեն մեր վաղվա եսի առօրյան, մեր վաղվա եսի կենցաղը։ Շատ հաճախ մենք թողնում ենք որոշ կիսատ գործեր մեր վաղվա եսին, բայց այսօր մենք թեթևացնելու ենք մեր ապագան, մեր վաղվա օրը, որովհետև այդ ամենը շատ մեծ բեռ է ընկնում ապագա մեզ վրա։ Հասկանում եք ինչի մասին եմ ասում։ Ցանկանում եմ հենց հիմա գործողություն կատարեք, որպեսզի այս տեսանյութը հենց այնպես չդիտեք, այլ որոշակի արդյունք տա ձեզ։ Հաճախ լինում է այնպես, որ կանայք կիսվում են, ինձ նամակներ են գրում և ասում են, որ իմ տունը այնքան քաոտիկ է, այնքան լի է լցված իրերով, որ նախ ես չգիտեմ ինչից սկսեմ և երբեմն նույնիսկ մի կին գրել էր, չեմ ուզում արթնանալ, այնպիսի քաոս է ինձ սպասվում։ Ես արթնանում եմ, հավաքում եմ ամբողջ տունը, ամբողջ անդադար հավաքում եմ, պառկում եմ քնելու և հետո նորից արթնանում եմ և նորից նույն բանը։ Հավատացեք, դա այդպես չպետք է լինի, դա սխալ է։ Այդ ամենի պատճառը իսկապես ավելորդ իրերն են, որոնցից հարկավոր է ազատվել։ Օր առաջ հարկավոր է ազատվել, բայց ոչ մի անգամից, հիշեք, օրական 10 րոպե մենք տալիս ենք հրաման մեր ուղեղին։ Այո, լինում է, որ աղջիկները գրում են, արձագանքում են, որ 10 րոպե հրաման ինձ տվեցի, բայց գործարեցի 1 ժամ, 2 ժամ և այլն։ Այո, բայց մենք մեր ուղեղին պետք է տանք այդ փոքրիկ հրամանը, որովհետև այդ փոքրիկ հրամանը իրեն սթրես չի պատճառում և իր վրա մեծ պարտականություններ չի դրվում։ Ընդամենը 10 րոպե նախ իսկապես կհասնենք արդյունքի, իսկ եթե 10 րոպեն կդառնա 20 և 30 և դուք կզգաք մոտիվացիան, որը կգա ձեզ մոտ միայն գործողությունը սկսելու ժամանակ, իհարկե շարունակեք շատ ավելի լավ, բայց հիշեք, օրվա հրամանը ուղեղին մնում է միայն 10 րոպեն։ Եվ եթե դուք էլ գտնվում եք այդպիսի իրավիճակում, ինչպես ես նկարագրեցի քիչ առաջ,
Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք ընկել եք այդ վանդակի մեջ և չեք նկատում, չեք տեսնում այդ ամենը, ինչը կուտակվել է ձեր շուրջը։ Դուք արդեն սովորել եք տեսնել այդ ամենը։ Էնպես որ շատ լավ հասկանում եմ դա և այսօր ուզում եմ, որ դուք, եթե ավելորդազերծում եք կատարում, բացեք ձեր դարակը և ոչ միայն ուղղակի նայեք, դիտեք այդ իրերին, այլ տեսեք իսկապես հատ առ հատ։ Առհասարակ առաջարկում եմ, եթե ունեք օրինակ խոհանոցի մեծ կահույք, դուք էլ չգիտեք, որ դարակից սկսեք։ Աշակերտի պես սկսում ենք վերևից, ձախ անկյունից և տող առ տող այսպես շարժվում ենք և ավելորդազերծում դարակ առ դարակ։ Ինքներդ ձեզ տվեք այդպիսի հստակություն, որովհետև ուղեղը սիրում է հստակություն։ Եթե մենք քաոտիկ կերպով մի հատ այս կողմից, մի հատ այն կողմից դարակները բացենք, փակենք, մենք էլ ոչինչ չենք հասկանա։ Իսկ երբ դուք կտեսնեք դարակ առ դարակ արդյունքը, ու հիշեք, մենք չենք դասավորում, չենք տեսակավորում սկզբից, ավելորդազերծում ենք դարակ առ դարակ։ Իհարկե, եթե որևէ միտք կծագի ձեզ մոտ, կարող եք դա արագորեն անել, բայց նպատակը առայժմ ավելորդ իրերից ազատվելն է։ Հուսամ այս տեսանյութը օգտակար եղավ ձեզ համար, կարող եք միանալ ինձ նաև Instagram-ում և Facebook-ում, հղումները կթողնեմ մեկնաբանության